1818 թվականին մահանում է ավստրիացի ուսուցիչ Ֆրանց Գրաբերի մինուճար աղջիկը։ Աղջկա մայրը շատ ծանր է տանում այս անպատմելի վիշտը։ Ամուսինը միջոց չէր գտնում մխիթարելու նրան։ Դստեր մահը կարծես սառցաբեկոր էր դարձրել նրա երբեմնի փխրուն սիրտը։ Իսկ ամուսինը փորձում էր լուր տանել ցավը և կնոջը շրջապատել էր հոգատարությամբ ու սիրով։ Սուրբ ծննդյան երեկոն էր։ Խեղճ ուսուցիչը փորձելով հերթական անգամ ինչ-որ կերպ մխիթարել կնոջը, նստում է դաշնամուրի մոտ, պատուհանից երևում էր աստղազարդ երկինքը։ Հանկարծ նա նկատում է մի աստղ, որն ավելի ուժգին էր փայլատակում, քան մյուսները։ Փայլատակող աստղի լույսի ներքո Ֆրանց Գրաբերը սկսում է նվագել մի հրաշալի մեղեդի և երգել մի երգ, որից ուրախություն էր տարածվում։ Այսպես ծնվում է Փրկչի Սուրբ ծննդյան այս հրաշալի երգը, առաջին հերթին մխիթարություն պարգևելով վշտառատ ու անմխիթար մորը, որը տեղից վեր կենալով գրկում է ամուսնուն ու նրա հետ շարունակում երգել հրաշալի այս երգը։ Շուրջ 200 տարի Սուրբ ծննդյան օրերին այս երգը հնչում է գրեթե բոլոր լեզուներով ամենատարբեր ազգերի շուրթերից։ Երգ, որը պատմում և աղետում է Փրկչի ծնունդն ու փառահեղ հայտնությունը։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ մեզի ձեզի մեծ աղետիս։